Բաքվի ու Մոսկվայի հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ընդունում։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում շարունակվել են ադրբեջանցի գործարարների ձերբակալությունները։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ տեղեկություններ կան, նոր ձերբակալություններ են տեղի ունեցել։ Հիշեցնեմ ամեն ինչ սկսվեց անցած շաբաթ, երբ Եկատերինբուրգ քաղաքում իրավապահները ձերբակալել էին մի խումբ ադրբեջանցի բանդիտների եւ առայժմ անհայտ պատճառներով նրանցից երկուսը այդ ձերբակալումից հետո մահացել էին, Ադրբեջանում պնդում են, որ նրանք մահացել էին կտանքների խոշտանգումների արդյունքում։ Բաքուն անմիջապես պատասխանել էր ձերբակալելով ռուս լրագրողների, զբոսաշրջիկների, Ռուսաստանի քաղաքացիների, ընդ որում անելով դա ցուցադրաբար, այսպես ստորացնելով իրենց։ Մոսկվայում դա նկատեցին, գնահատեցին եւ մի շարք նոր ձերբակալություններ տեղի ունեցավ ադրբեջանցի գործարարների։ Երեք երեկոյան տարածվել էր տեսանյութը, թե ինչպես են ստորացնելով ձերբակալում Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Դրանից հետո նաև տեղեկություն եղավ, որ ձերբակալել էին Լուկոյլ ընկերության Ուրալի տարածքային կառույցի ղեկավար Ահմեդ Հաջիևին։ Բայց ինչն է հետաքրքիր, այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազներ Ալեքսանդր Բիստրիկինի եւ Քյամրան Ալիևի միջև հեռախոսազրույցը, եւ Շիխլինսկուն եւ Հաջիևին ազատ արձակեցին։ Բաքվի մամուլը գրում է, որ դրան հաջողվեց հասնել ամենաբարձր մակարդակով կազմակերպված բանակցությունների արդյունքում եւ որ համապատասխան հանձնարարականը տրվել էր անձամբ Ալիևի կողմից։ Մի շարք քաղաքներում են ձերբակալություններ տեղի ունենում ադրբեջանցի գործարարների, մասնավորապես Վառոնեժում մի քանի խոշոր գործարարների են ձերբակալել խոշոր շուկայի սեփականատիրոջը, բայց ամենաշատը Սանկտ Պետերբուրգում եւ կարծում եմ դա պատահական չէ, քանի որ հենց Սանկտ Պետերբուրգում են ադրբեջանցիները իրենց ամենահարմարը հեշտ զգում, հա։ Բանն այն է, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը Բաքվում է ծնվել եւ հովանավորում է ադրբեջանցի գործարարներին ըստ որոշ տեղեկությունների։ Եվ այս թարմ տեղեկությունների համաձայն Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են շինարարության եւ առևտրի ոլորտում աշխատող մի քանի խոշոր գործարարների եւ մի քանի ադրբեջանական ընտանիքներ արտաքսվել են քաղաքից եւ երկրից։ Արտյոմ, իսկ ինչ է հայտնի Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների մասին։ Ուրեմն 10 լրագրող է ձերբակալված, այդ թվում նաև Սպուտնիկ Ադրբեջան գործակալության տնօրենը եւ գլխավոր խմբագիրը, եւ դրանցից բացի մոտ 2 տասնյակ Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալված եղել 3 առավոտյան, բայց նրանցից ընդամենը 8-ին է դատարանը կալանքի վճիռ կայացրել, ընդ որում հետաքրքիր է, որ կալանքի վճռի համար դատավորին պահանջվեց ընդամենը 3 րոպե, չտեսնված բան։ Այդ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիները շատ տարբեր մարդիկ են։ Մի մասը զբոսաշրջիկներ են, որոնք առաջին անգամ են Բաքու եկել ընդամենը 2 օր առաջ։ Մյուս մասը գործարարներ են, կան IT ոլորտի մասնագետներ, բայց ամենաշատը դա այն ռուսաստանցի ռելոկանտներն են, ովքեր չեն կիսում Վլադիմիր Պուտինի քաղաքականության, այսինքն բացասաբար են վերաբերում Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը։ Այստեղ հաշվարկը կարծում եմ հետևյալն է, որ Պուտինը կամ Կրեմլը չի ցանկանա պաշտպանել ընդդիմադիր գործիչների եւ կստացվի այնպես, որ Բաքուն ապտակը հասցրեց, բայց հետևանքը չի լինի։ Բայց ինչպես փորձը ցույց տվեց եւ հետևանքներն էլ սպասեցնել չտվեցին։ Եվ ինչն է հետաքրքիր, Ադրբեջանի իշխանությունները մինչ այս ժամը թույլ չեն տվել Ռուսաստանի հյուպատոսին կամ դեսպանին հանդիպել ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների հետ, ինչը հակասում է բոլոր դիվանագիտական կանոններին։ Այդ դեպքում ինչպես են այս ամենին արձագանքում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատարանձինք։ Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Կրեմլում տեսել են այն հայտնի տեսանյութը, խոսքը հավանաբար Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մասին տեսանյութն է։ Պեսկովը ընդգծել է, որ ուշադրություն են դարձրել այդ տեսանյութում արկա բոլոր դետալները, հավանաբար նկատի ունի այն, թե ինչպես են ստորացնում Ռուսաստանի քաղաքացիներին, եւ ընդգծել է Պեսկովը, որ Ռուսաստանը պաշտպանելու է իր համաքաղաքացիներին օրինական բոլոր մեթոդներով։
Պեսկովը ասել է, որ Պուտինը մտադիր չէ հեռախոսազրույց ունենալ Իլհամ Ալիևի հետ։ Հայտնի է, որ գլխավոր դատախազները մշտական կապի մեջ են, օրը մի քանի անգամ հեռախոսազրույց են ունենում, իսկ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի այդ վերջին քայլերը անվանել է սադրանք եւ նշել է, որ հարյուրավոր ազդակներ են ստացվում մտահոգված քաղաքացիների կողմից, խոսքը եւ զբոսաշրջիկների մասին է, ովքեր Ադրբեջանում են գտնվում, եւ գործարարների եւ խոշոր պետական կորպորացիաների ներկայացուցիչների մասին է։ Ըստ էության Զախարովան կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին չմեկնել Ադրբեջան։ Նա ասել է, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք մտադրություն են ունեցել Ադրբեջան մեկնելու, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը։ Բայց ամենաայսպես դիպուկը արտահայտվել է Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Ալեքսեյ Լուգավոյը։ Նա ասել է, որ եթե Բաքվում ոմանք կարծում են, որ մենք ներողություն ենք խնդրելու, ապա թող մոռանան այդ մասին։ Ռուսաստանը չի ստորանալու։ Մենք մեր տանն ենք եւ կարգուկանոն ենք հաստատում մեր տանը։ Եթե այդպես է, կարծում եմ տեղին հարց է առաջանում, ինչու այդ դեպքում Ռուսաստանի իրավապահները ազատ արձակեցին Շահին Շիխլինսկուն, որի համար միջնորդել էր անձամբ Իլհամ Ալիևը։ Արդյոք լարվածությունը կարող է հառճակատման հանգեցնել։ Դժվար է ասել, ամենևս նկատվում է, որ խնդիրը արդեն միջազգային արձագանք է ստանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ եւ իր համերաշխությունն է հայտնել իրեն Ռուսաստանի հետ առճակատվելու հարցում։ Նա սոցցանցում գրառում է արել, մեջբերեմ նրա խոսքերը, Ռուսաստանը ծաղրում եւ ստորացնում է Ադրբեջանի քաղաքացիներին եւ սպառնում է Ադրբեջանին։ Այս հարցում արդարություն է պետք։ Ես ու նախագահ Ալիևը նույն պատկերացումները ունենք։ Հետաքրքիր է, որ դրան հետևեցին ռուսաստանյան մամուլում տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանում ուկրաինացիները հավաքագրում են գրոհայինների Ռուսաստանի դեմ կռվելու համար։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, իսկ որոշ փաստեր են բերվում, կարող են լուրջ հետևանքներ լինել։ Արդեն տեղեկություններ կան այն մասին, որ Մոսկվայում քննարկվում է Ադրբեջանից գյուղատնտեսական ապրանքների եւ ոգելից խմիչքների ներմուծման արգելքի հարցը։ Ադրբեջանը եւս զարգացնում է լարվածությունը, արդեն արգելել է Ռուսաստանի փոխվարչապետի այցը, չեղարկվել է Օվերչուկի այցը, դադարեցվել են Ռուսաստանի հետ բանակցությունները տնտեսական խոշոր նախագծերի իրականացման հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են լուսանկարները եւ անունները այն ռուս իրավապահների, որոնք իբրև թե առնչություն են ունեցել այդ երկու սպանված ադրբեջանցիներին խոշտանգելու հետ։ Եվ կոնկրետ արդեն հնչում են կոչեր հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ։ Դա նույնպես Մոսկվայում նկատել են, կարծում եմ համապատասխան եզրակացություններ արել են։ Տեղեկություններ կան այն մասին, որ Բաքվում քննարկում են ռուսական դպրոցները արգելելու հարցը, Մոսկվայում դա նույնպես նկատել են եւ գնահատականներ են տվել։ Այսինքն ամենից նկատվում է, որ Ադրբեջանը եւ Իլհամ Ալիևը անձամբ փորձում է բարձրացնել խաղադրույքը եւ ել ավելի լուրջ պլատֆորմ ստեղծել Ռուսաստանի նոր պահանջներ ներկայացնելու համար։ Շնորհակալություն, Արտем։